Իշխանության ու Մայրաթորի վերնախավի միջև հակամարտությունը հասավ անկողին ու լողարան։ Գիշերը մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել են խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայրաթորի դիվանապետն է։ Յուրաքանչյուրի տուն են մտել, հասկանում եք, անկողին են մտել։ Սա ամենաստոր քայլն է եւ բավական չի իրանց, որ իրանք մտել են ինչ-որ մեկի տուն։ Իրենք նաեւ շարունակականություն են ապահովում, իրենք տարածում են այդ տեղեկատվությունը։ Այս մարդկանց տարածողներին, ջատագովներին, չկասեցնողներին, դատախազության չդիմողներին, ջատագով չդիմողներին, ուր են մնացածը, հա, բոլորին, ովքեր չեն դատապարտի այս process-ը, իրենք իսկապես լրջագույն խնդիր ունեն, թե բարոյականության հետ, թե օրենքների հետ։ Առերևույթ հանցագործություն է Սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում։ Կեսօրից հետո իրազեկ քաղաքացիների միավորումը հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկեց դատախազություն։ Հայտնի չէ ինտիմ տեսանյութի տարածումից ավելի քան կեսօր անց իրավապահները վարույթ նախաձեռնել են, թե ոչ։ Դատախազությունը անպատասխան թողեց զանգերը։ Քննչական կոմիտեից գրավոր հարցում խնդրեցին, այն ուղարկել ենք։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ոչ մի ակնկալիք չունի, թե բացահայտվելու են քաղաքացու անձնական տարածքում ապօրինի գաղտնի նկարահանում իրականացնողներն ու տարածողները։ Մենք չունենք արդարադատության համակարգ, անգամ եթե մեր սիրելի Դանիել Հովհաննիսյանը նամակ գրի, գրություն գրի ու ինչ որ քրեական գործ հարուցվի, ես համոզված եմ ավելի քան, ինչպես նախկին դեպքերում, դա որևէ արդյունքի չի հասնելու։ Տեսանյութերին զուգահեռ իշխանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածում, թե Արշակ arczepiskopos Խաչատրյանը կաթողիկոսից հրաժարական է պահանջել, պատճառաբանելով, թե լավ է ինքնակամ հեռանա, քանի դեռ հոգևոր վերնախավից մյուսների ուխտազանցության մասին չեն բարձրաձայնում։ Սոցցանցային հարթակում ակտիվ իշխանականների եզրահանգումն այն է, թե այդ տեսանյութերի աղբյուրը հենց Մայրաթորն է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նույնն է ակնարկում։ Կներեք, պարոնայք, բայց զզվեցրիք, ձեր սեռական կյանքն ու դրանից բխող կոմպրոմատները, դրանցով իրար դեմ պատերազմները վերցրեք ու հեռացեք եկեղեցուց։ Կրակը չենք ընկել, ամոթ է։ Շահագրգիռ անձանց հրապարակավ հղում եմ իմ արհամարանքն ու քմծիծաղը։ Տեղի ունեցածին այսպես է արձագանքել Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos-ը։ Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ եւ ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է իբրև թե ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։ Իշխող ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու երկրի հակառակ կողմը վերնագրված պղծապատումին չզիջող այլասեռություններ ու զրպարտություններ։ Լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, գրում է Արշակ arczepiskopos-ը, վստահ, որ այս ամենը վարչապետի իր բառերով հակաօրինական ուղղորդումն է։ Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելավոճը համոզված եմ որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք ձեր էներգիան, պարոնայք եւ տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն ձեր երեսների հակառակ կողմերը։ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր անոնսել այն, ինչ այժմ հրապարակվել է, հիշեցնում է իրավապաշտպան Կարապետյանցը։ Ամիսներ առաջ վարչապետը իր գրառումների մեջ սրբազանների անուն էր տալի եւ ինչ որ բարեկամական կապ ունեցող կնոջ հետ ինչ որ գրառումներ էր կատարում եւ սրան հետեւում են հրապարակումները, ակնհայտ է, չէ՞։ Բա հոչեր մտածածին ինչ որ բան հորինել վարչապետը։ Պարզա որ սա բավականին երկար process է եղել, որ գրառման պահին արդեն տիրապետում էր այս տեղեկատվությանը, գիտեր, որ ճակերտավոր անհրաժեշտ պահին կարող են նաև ապացույցներ ներկայացնել, ասում էր, նաև պարնում էր, ասում էր, պետք լինի կհրապարակենք։ Բա պետք եղավ ու հրապարակեցին։ Դե պարզա որ ինքը իրան որ թողեին վարչապետին, երևի թե ինքը իր էջից կհրապարակեր սա։ Իսկ որ երկրի հատուկ ծառայություններն են իրականացրել այս գաղտնի նկարահանումը, հարց ունի իրավապաշտպանը։ Իսկ միգուցե ոչ հայկականներն են արել։ Իսկ միգուցե այն երկրների հատուկ ծառայություններն են դա արել, որոնք որ հետաքրքրված են, որ մեր եկեղեցին կազմակերպվի, եւ Նիկոլ Փաշինյանն էլ որպես այլ երկրների մեծ երկրպագու ու իրեն շահերը Հայաստանում առաջ տանող վերընտրվի, իսկ միգուցե իրանք են արել։ Այդ դեպքում ես հարց ունեմ մեր իրավապահ մարմիններին ու մեր հատուկ ծառայություններին, բա դուք ինչով եք զբաղված եղել։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել տեսանյութերի հրապարակումից ժամեր անց։ Ընդհանուր տեքստ է ընդհանրական նախադասություններով։
Անահիտ Մանասյանը անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի, անձեռնմխելիության ու անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումները ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Մեջբերում Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը։ Վաղը Հովանավանքում պատարագի է պատրաստվում Մայրաթորի կարգապահական հանձնախմբի կողմից կարգալույց հռչակված Տեր Արամ Քահանան։ Հանձնախմբի անդամ է նաև Արշակ arczepiskoposը։ Պատարագին մասնակցելու է վարչապետը, մեկ շաբաթ է վանքի տարածքում ու Օհանավան գյուղում մեծ պատրաստություն է։ Մայրաթորը իրավապահներին էր դիմել մեջբերում Ստեփան Ասատրյանի ներխուժումը Հովանավանք դադարեցնելու պահանջով։ Սրան որևէ քայլ չի հետևել։ Հովանավանքում մասնակցելու է։ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, Հովանավանքն է իր հոգևոր կյանքի տեղը, կարգալույց քահանան իր հովիվը։